Շնորհակալություն։ Ինձ հետաքրքրում է այդ մասնագետներին կամ առաջարկող մարդկանց որտեղից եք վերցնում, իրենք են դիմում, թե ովքեր են առաջարկում, էլ ովքեր են ուզել ցանկություն հայտնել, որ լինեն այդ պաշտոնում։ Շնորհակալ եմ պարոն Սուքիասյան հարցի համար, մրցութային կարգ է գործում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափոր պաշտոնում թեկնածուի ընտրության համար, այդ մրցութային կարգը ենթադրում է, որ հավակնորդները իրենք են դիմում այդ նպատակով հատուկ ստեղծված մրցութային խորհրդին, այսինքն որևէ մեկը չի առաջարկում, մենք ինքներս չենք գտնում, հայտարարություն ենք տարածում, այդ հայտարարությանի պատասխան դիմում են տարբեր թեկնածուներ եւ այդ տարբեր թեկնածուների միջից համապատասխան թափուր պաշտոնների արկայությանը համապատասխան ընտրվում են որոշակի թվով թեկնածուներ։ Հիմա մենք այդ մեկ թափուր պաշտոնի համար մեզ դիմել է երկու թեկնածու, երկու թեկնածուների վերաբերյալ բարեվարկության ուսումնասիրություն է իրականացրել մրցութային խորհուրդը, հետո մենք նաև իրականացրել ենք հարցազրույց երկու թեկնածուների հետ եւ այդ հարցազրույցի արդյունքներով մրցութային խորհրդի որոշմամբ պարոն Մկրտչյանի թեկնածությունն է ընտրվել եւ հիմա ներկայացվում է ձեր դատին իմ կողմից։ Արձագանք։ Ես ուզում եմ չափորոշիչների հետ ծանոթանալ եւ ցանկալի կլիներ հասկանալ մյուս թեկնածուն, ինչու ոչ մյուս թեկնածուն, ինչու այո այս թեկնածուն, եթե կարելի է, շնորհակալություն։ Շնորհակալ եմ կրկին պարոն Սուքիասյան հարցի համար եւ հնարավորության համար մի փոքր նաեւ գործընթացը ներկայացնել։ Մրցութային խորհուրդը ունի գնահատման համակարգ եւ 100 բալանոց սիստեմով գնահատում է յուրաքանչյուր թեկնածուի 40 բալ առավելագույնը գնահատվում է թեկնածուն ոլորտին առնչվող իրավական գիտելիքների համար, այսինքն համապատասխան օրենսդրության, միջազգային կոնվենցիային, միջազգային փաստաթղթերին, որոնք ըստ էության վերաբերում են կոռուպցիայի կանխարգելմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, իսկ 60 բալ նախատեսվում է թեկնածուի աշխատանքային փորձառությանը, փորձառության վերաբերելիությանը ոլորտին, կոռուպցիայի ընկալմանը, կոռուպցիան ռիսկերը զգալու ունակությանը եւ այդտեղ հանձնաժողովը արդեն կոնկրետ յուրաքանչյուր այդ չափանիշների համապատասխան գնահատում է իրականացնում, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատում է թեկնածուին եւ հետո այդ գնահատականների հիման վրա միջինացված ցուցանիշներով մենք արդեն ունենում ենք առավելագույն բալեր ստացած թեկնածուն համարվում է հաղթած։ Այսինքն սրանք են չափանիշները եւ այստեղ մի խնդիր ունենք, որը օրենսդրության հետ կապված խնդիր է, ըստ էության օրենսդրությունը չի նախատեսում գնահատման նվազագույն շեմ, որից ցածր գնահատվելու դեպքում որևէ թեկնածու կարող է չընտրվել եւ մրցութային խորհուրդը ըստ էության ստիպված է լինում հիմա ավարտեմ եղած թեկնածուներից որևէ մեկին ընտրել։ Այդ օրենսդրական խնդիրը մենք շուտով կշտկենք եւ այս առումով ավելի հստակություն կունենանք։ Ձայնը տրվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Վահե Մկրտչյանին։ Խաչատուր Սուքիասյան։ Շատ է հետաքրքրում թաղապետանում, որ աշխատել եք այդ տարիներին, ինչ իրավունքներ եք ունեցել եք թաղապետանում, այսօր քրեական գործեր կան, որը վերաբերում է անօրինականություններին։ Դուք բավականին բարձր պաշտոն եք զբաղացրել։ Այսօր կոռուպցիայի հետ կապված բավականին շատ գիտեք, որ շենք, շինություններ, չգիտեմ ինչեր անօրինական ձևով սեփականաշնորհվել են, բա դուք այնտեղ ինչ էիք անում այդ ժամանակ։ Կարող է ձեր իրավունքները շատ ավելի քիչ էր, բայց վերջին հաշվով այդ համակարգը լավ գիտենք ինչ է եղել, ու դուք երկար ժամանակ այնտեղ բավականին բարձր պաշտոն եք զբաղացրել, սա ոնց հասկանանք։ Շնորհակալություն պարոն Սուքիասյան հարցի համար։ Երիտասարդ տարիներին եմ ես աշխատել կենտրոն թաղապետարանում, առաջին կարգի մասնագետից մինչև բաժնի պետի տեղակալ, զբաղվել եմ եկամուտների հավաքագրմամբ, չեմ առնչվել ձեր թվարկած նշած երևույթների հետ, ի պաշտոնե, իմ լիազորություններում չի եղել, զբաղվել եմ եկամուտների հավաքագրմամբ, իսկ եթե ինչ-որ եղել են ինչ-որ նմանատիպ օրինակներ, ձեր բերած երևույթներ,
Դրա համար էլ այս պայքարի արդյունքում պատասխանատվության են ենթարկվում օրենքի առաջ վերացնելու այդ հետևանքները։ Արձագանք։ Շնորհակալություն։ Դե շատ լավ, որ դուք եկամուտների հավաքագրումով եք զբաղվել։ Ինձ կարող եք ասել, այն տարիներին, որ դուք աշխատել եք, քանի տոկոս է հավաքվել եկամուտները։ Օրինակ, եղած պետք է հավաքագրվել X գումար, X գումարից ինչքան քիչ է հավաքագրվել, կամ ինչքան ավել է հավաքագրվել, կամ ինչքան ճիշտ այնքան ինչքան որ պետք է հավաքագրվել։ Գոնե կհիշեք մի քանի թիվ ասեք։ Պարոն Սուքիասյան, շատ վաղուց է եղել։ Չգիտեմ, ինչ որ մեր արժև դրված բաժնի արժև դրված պլանային ցուցանիշները ձգտել ենք հավաքագրել, կոնկրետ ցուցանիշներով չեմ կարող հիշել, մտաբերել, բայց կատարել ենք աշխատանք, որ հավաքագրվի բյուջեն, գումարը ծախսվի համայնքի կամ թաղի համայնքի համար։